Աննա Հակոբյանը կարծում է, որ մենք 5-րդ դարում ենք մնացել, ինչ նկատի ունի դա ասելով։ Ամեն մեկ իր կարծիքն ունի, թե ինքը իր կարծիքով տապակվի։ Իսկ ինքը 5-րդ դարում է մնացել ըստ ձեզ։ Ինքը, ես չգիտեմ, որ դարում է։ Որ դարն է հիմա, դաժե ավելի հետ գնացեք, ավելի մի 5 դար հետ։ Համաձայն եք իր հետ։ Ինչպես։ Համաձայն եք Աննա Հակոբյանի հետ։ Ում հետ։ Աննա Հակոբյանի հետ համաձայն։ Օ, դրա անունը չտակ, հա, ինձ մոտ։ Ճնշումը չի բարձրացա։ Խնդրում եմ։ Ասեի։ Странցանա вообще ուզում չեմ խոսում։ Սիրուն ջան, ես բացի եկեղեցուց ոչ մի հարցերով չեմ հետաքրքրվում Մեռնեմ ջանիդ։ Ոչ մի քաղաքական, ոչ մի այնպես, ոչ էլ հետևում եմ, ոչ էլ նայում եմ։ Ես ու իմ եկեղեցին։ Բայց ամեն դեպքում առաջի տիկնոջ հետ համաձայն եք։ Եթե ես իրա ոչ մի բանին չեմ հետևում, ես չեմ կարող։ Եթե մարդը քրիստոնյա է, Աստծուց էլ վախ ունի, չի կարա սխալ բաներ պատասխանի։ Չեմ կարող սխալ բաներ ասեմ, էլի Մեռնեմ ջան։ Ես ուրիշ ոչինչ էլի եմ ասում, բացի իմ հայ առաքելական եկեղեցին եւ իմ Աստվածը, ուրիշ ոչ մի բան։ Եղանք չգիտենք էլ ով է Աննա Հակոբյանը։ Վարչապետի կինն է։ Հա։ Կարծում եք մեր ժողովուրդը 5-րդ դարում է մնացել։ Չէ, ես Ամերիկայում ապրում, Հայաստանը շատ լավ առաջ է գնում ու կարծեմ ավելի առաջ կգնա։ Շատ հոյակապ մեզ դուր է գա, շատ է փոխվել։ Շատ 5-րդ դար, 22-րդ դարում մեր կողքն ենք արդեն։ Շատ լավ է։ Վալա ես ճիշտն ասած չեմ լսել, բայց եթե այդպիսի բան, այո, ես էլ եմ նկատում։ Մենք շատ ֆեոդալական մտածելակերպի մեջ ենք։ Արդեն երևում է ամեն բանով, պատերազմով, ազգային մտքերով, մակրությունով, ամեն մի բանով, ամեն դեղ սխալ կա, ամեն դեղ ֆեոդալական հետամնաց մտածելակերպ կա։ Իմ կարծիքով ճիշտ է նայեք։ Միտքի առումով ճիշտ է իհարկե։ Իսկ ինքը որ դարում է մնացել ըստ ձեզ։ Էդի չեմ իմանում։ Էդի չեմ իմանում, ես չեմ էլ ճանաչում այդ Աննա Հակոբյանով։ Վարչապետի կինն է։ Հա, վարչապետի կինն է։ Ես զարմանում եմ վարչապետի կինը, որ այդպիսի բան ես կարծում եմ ուրիշ մի մարդ պատգամավոր եւ այլն։ Եթե վարչապետի կինը էսենց բան անում, իհարկե շատ տղաչ բան է։ Այո, մենք սխալ դարում ենք ապրում, իսկական շատ ֆեոդալ է, բայց պատասխանատու ինքն էլ է նաև, իր մարդն է, եւ ոնց ես կարողանում այդպես բան ասել, եւ առանց քննարկում ես, մենք այդ դարում ենք, այո, բայց կորձարը ուղղությունը որն է, դու պիտի անես, ծեր մարդը պիտի անի, ես պիտի անեմ։ Չեր մարդը պիտանի, շատ լավ, ամեն բանը ասում են, էսենցը սխալա, շտկել, դու պիտի շտկես։ Իրան հարցրեք։ Ճիշտ ասած, Աննա Հակոբյանը ես այդքան բանի լուսածքի տակ լուսածքի հետև եմ գցում, լուսածքի տակ չեմ պահում, ճիշտ ասեմ։ Ինքը պարզապես ես կասեի, որ վարչապետի որպես առաջի տիկին իր դերում չի ուղղակի թեկուզ այդ նախադասությունով եւ շատ այլ հարցերով շատ մենք սովորական իսկական կրթվելը չգիտենք ուր մնաց դրա վրայից թռիչ կատարեն գնանք նոր թռիչքների այդ հարաբերական մտածելակերպը ասել ինքը ես համամի չեմ Համաձայն եք որ կրթվելը նորաձև է Չէ բոլորովին կրթվելը բոլոր ժամը կարող է նոր կյանքի նոր առաջարկություններ, նոր բաներ առաջանան, բայց հիմքը որ եթե ոչ կարող է, եթե խոսքը մեզ պաշտոցի մեր հայկական մեր պատմությունը, մեր գրականությունը, մենք ինչ որ ունենք, մնում է ինքը իր տեղում, չէ՞, նոր եկողների, որ անկեղծ ասեմ, ես մեր գրողների շատ են սիրում եմ, բայց երկու անգամ ուզեցի կարդամ, դաժե տաղաչափական ձևերը, բանաստեղծության տաղաչափության ձևերը տարբեր են, ես չկարողացա իմանամ, արցախա թե դա բանաստեղծություն է, որը իմ սերունդը անցել է, էլի, օրինակ այն օրը ես բան էի կարդում, Շեքսպիրի մահվան ու տարեթիվը, որին մեծ ամենայն մեծությամբ մեծարում եմ Շեքսպիրին, դա էսի տեսա այդ բոլորը 52 տարեկանում ա եղել, իրա բոլոր գործեր, իրա ողբերգությունները բանը, պարս, հասարակ, շիտակ և այլը, չէ 17-րդ դարում,
ասում նույնիսկ մեր պատմաբանների շատերը բերում համեմատում են իրան մեր ժամանակաշրջանի Սայաթ Նովայի հետ, ասում էին եթե իրա գրած կոնկրետ ինչ-որ գրված նա ուցյակներ ունի, տրիոդետեր ուցյակներ ունի, եթե բանը վրացական հանգավորմամբ լինի, կլինի Սայաթ Նովայի նման, պարզ շիտակ, ընթերնելի և այլ, էլի, չէ, դե ես Աննա Հակոբյանին ճիշտ իմ հեռախոսը սովորական հեռախոս է, ես այդ ինտերնետից բանից չեմ օգտվում, բայց որքան որ բան եմ արել, ինքը առաջի տիկնոջ վարքագծում իրան չի պահում, որ ճիշտ է։ Իմ մտածելակերպն է, ես այդպես եմ իրան վերլուծում։ Հատկապես որ պատերազմի ժամանակ նա բանի շորեր հագավ եւ երատող բանի մարգատել հողի վրա վերևից եթե գտակոց գար գլուխը ծրիվ տար ճիշտ կլներ որ ինչ գործ ունես դու այդ 44 օրյա պատերազմը որ մենք տեսել հա ուղղակի ես իրան բանի տակ չեմ ընդունել որ